Ողջույն բոլորին, սիրելիներս, ձեզ ուզեցի ողջունել այս գեղեցիկ տեսարանով, նայեք լուսնի մեծությունը, չնայած հեռախոսը այդպես գեղեցիկ չի փոխանցում լուսնի գեղեցկությունը, բայց փորձել եմ գեղեցիկ կադրեր նկարել ձեր համար։ Այդպես սիրելիներս, այսօր մարտի 8-ն է, շնորհավորում եմ բոլոր կանանց եւ աղջիկների մարտի 8-ը։ Ուզում եմ, որ դուք միշտ լինեք սիրված եւ գնահատված։ Այդպես սիրելիներս, այս նարգիզները այսօր հարևանուհուց եմ ստացել իմ մարտի 8-ի օրվա հետ կապված, այստեղ դեռ նվերներ չեմ ստացել ամուսնուցս, բայց սպասում եմ, չնայած մի նվերը գիտեմ ինչա, այստեղ պատրաստում եմ պահքային խմորեղեն, այսինքն շերտավոր խմորի մեջ դրել եմ ջեմ եւ այդպես թխելու եմ, նաեւ պատրաստում եմ պահքային խաչապուրի, վեգան պաներով եմ պատրաստում առանց վրան ձու քսելու։ Այդպես սիրելիներս արդեն սկսել էի թխել, մոռացել էի, որ պետք է նկարեմ, կեսից միացա, բայց կարծում եմ այստեղ շատ մանրամասն ցույց տալու բան չկա, շատ հեշտ արագ պատրաստվող թխուկներ են, այսպես ասեմ։ Նաև այստեղ պատրաստել եմ պահքային կարտանդակներ, խմորը ջրով եմ պատրաստել կաթորջի, մեջը ձու չկա եւ միջուկներ կարտոֆիլա բուսայուղով։ Այդպես սիրելիներս, դրանք էլ խաչապուրիներս են, պաների հետ մի փոքր կանաչ եմ արել, որ ավելի համեղ ստացվի։ Մինչ ես այստեղ խոհանոցում էի, Հայկոն ինձ ծաղիկները նվիրեց, միշտ ամեն տարի ծաղիկները Հայկոյի կողմից եմ ստանում, որն ինձ շատ ավելի շատ է ուրախացնում, երբ որ իմ տղան է ինձ ծաղիկներ նվիրում, շատ գեղեցիկ գարնանային փունջ է ինձ նվիրել, շատ դուրս եկավ։ Հիմա սրանք դնեմ ծաղկամանը եւ ստանամ իմ նվերները, տեսնենք գայանչիկը ինչ է ստանալու նվեր։ Բլոգի սկզբում ասացի, որ նվերից մեկից տեղյակ եմ, քանի որ միասին են գնել, դա պայուսակն է, իմ ճաշակով, իմ նախընտրած պայուսակն է, իսկ օծանելիքը ամուսինս գիտեր ես ինչ օծանելիք եմ օգտագործում եւ հենց դա է գնել։ Հիմա կբացենք ու միասին կտեսնենք ինչ օծանելիք է, իսկ այս գայանչիկի նվերները մանրամասն կնկարեմ, կտեսնեք թե ինչ է ստացել նվեր։ Այստեղ էլ ուզում եմ պայուսակս ցույց տալ, սա էլ պայուսակս է, շատ գեղեցիկ պայուսակ է, իմ նախընտրած պայուսակն է։ Մի խոսքով սիրելիներս, դե հիմա գնանք տեսնենք գայանչիկը ինչ նվերներ է ստանում։ Հա, մոռացա նշեմ, որ այս կանաչ փոքրիկ պայուսակը Դուգլաս Խանութը իր կողմից նվեր էր արել, որի արդիվ եւս շատ ուրախացել է։ Իսկ գայանչիկը այստեղ շատ ուրախացավ, քանի որ ստացավ Պանդորայի իր թևնոցի նոր կախազարդ, հիմա դա էլ կկախի իր թևնոցի վրա, կավելացնի։ Նաև ստացավ այս իր հաքի մայկան, որը եւս շատ գեղեցիկ է, իրան շատ սազում է, արագ հագել է։ Դե ինչ սիրելիներս, այսքանն էլ մեր մարտի 8-յան նվերները, որի արդիվ շատ ուրախ ենք, շատ ոգևորված ենք։ Հիմա պետք է գնանք եկեղեցի, քանի որ այսօր կիրակի է, պետք է անպայման եկեղեցի գնալ։ Դրանից հետո կգնանք մեր մոտի այդ կապույտ ծաղիկների, քոքուսների այգին, այստեղ շատ գեղեցիկ ծաղկում են այդ ծաղիկները։ Եվ հատուկ օր կա այդ ծաղիկների համար, մարդիկ գալիս են, տոնում են, մեծ տոնախմբություն է լինում քաղաքում, դա մարտի 14-15-ին է, 2 օր է լինելու, եթե եղանակային պայմանները լավ լինի, կգնանք։ Մենք այդտեղ էլի եղել ենք այդ տոնին։ Ահա այստեղ բացում եմ օծանելիքս, ցույց տամ թե ինչ օծանելիք է, սա իմ ֆավորիտ օծանելիքն է, սրա մյուս տարբերակը արդեն արտադրությունում չկար, որը որ ես միշտ օգտագործում էի, այս մյուսն է գնել ամուսինս եւ գայանչիկի թևնոցի այդ կախազարդը եւս լավներ, այդպես սիրելիներս, հիմա պատրաստում ենք, որպեսզի տանից դուրս տանք։ Grazie, Chavez. Վարգարուն է, ծաղիկները արթնանում են, սիրո ճամփանից ստանում է, ինձ ստանում է, բարտիները օրորվում են, հարսերի պես շորորվում են, նրանց դիմաց մոլորվում եմ անդադար, սրտիս մեջ էր կյանքում այս, խենթի նման ման եմ գալիս, անարաշխար ինձ ժպտում է խանդավար, իմ չորս կողը վարդուն ասակ,
այսօր արև չկա, ծաղիկները կոկոմ են, արևին ավելի կբացի, բայց մարտի 15-ին է այս ծաղիկների տոնը, 14-15-ին երկու օր, եթե հավես եղանակ եղավ կգանք։ Նոր պայուսակն եմ բռնել, ես էլ գանչիկի ծաղիկն է, մի հատ ինձ տվին, մի հատ գանչիկին, հաստեղից ուզում էի մի հատ նկարեի ու գնանք, նոր անպայման բացված ժամանակ կգանք, էլի դեռ կոկոմ է, բայց այնքան սիրուն են, մարտի 8-ի օրով որոշեցի մի հատ գամ այսպես գեղեցիկ ծաղիկները նկարեմ, ու հետո արդեն իրա տոնի օրը կգամ։ Ինչքան սիրուն է։ Գնացինք տուն արդեն։ Գնանք հիմա տունը զարդարենք, ուզում եմ Զատիկի համար արդեն զարդարենք։ Վարգարուն է, ծաղիկները արթնանում են, սիրո ճամփանից տանում է, ինձ տանում է, բարտիները օրորվում են, հարսերի պես շորորվում են, նրանց դիմաց մոլորվում եմ անդադար, սրտիս մեջ էլ կյանքում այս, խենթի նման ման եմ գալիս, անարաշխար ինձ ժպտում է խանդավար, իմ չորս կողը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Հովի նման մեղմ քայլում եմ, աչքի տակով ինձ նայում են, բայց իմ կողքով լուր անցնում են, ամեն աղջիկ մի բերի է, մեկը մեկից սիրելի է, նրանց ձեռքին ես գերի եմ սիրար Սրտիս մեջ էլ կյանքում այս, խենթի նման ման եմ գալիս, արարաշխար ինձ ժպտում է խանդավար Չորս կողմը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Սրտիս մեջ էլ կյանքում այս, խենթի նման ման եմ գալիս Արարաշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չորս կողմը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Վարգարուն է, ծաղիկները արթնանում են, սիրո ճամփանից տանում է, ինձ տանում է, բարտիները օրորվում են, հարսերի պես շորորվում են, նրանց դիմաց մոլորվում եմ անդադար, սրտիս մեջ էլ կյանքում այս, խենթի նման ման եմ գալիս, անարաշխար ինձ ժպտում է խանդավար, իմ չորս կողմը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Հովի նման մեղմ քայլում են, աչքի տակով ինձ նայում են, բայց իմ կողքով լուր անցնում են Այս պահին մեր քաղաքի կամուրջի վրայով էի անցնում ու տեսա այն փոքրիկ կամուրջը բացվել այս նավի համար ու հիմա նավը պետքա գա ու այս կամուրջն էլ պետքա բացվի որպեսզի անցնի այն կողմ ու գնա դեպի ծով հա որոշեցի այս մասով էլ ասեմ ու այստեղ ուզում եմ վլոգս ավարտել, ձեզ մաղթում եմ խաղաղ, հանգիստ օրեր, ուրախ օրեր, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութով